Այսուր տաճարում հավաքվել են երկնքի բոլոր սուրբերը, երանելի առաքյալները և սուրբ հույսերը, Աստծո պայծառացած, միաձայն, մեզ հետ միասին, գովերգում ենք քեզ Աստվածածին Մարիամ, օրհնյալ ես դու ամբողջ կանանց մեջ, ամենօրհնյալը։ Այս շարականի հատվածով է, որ սկսում եմ իմ այսօրվա քարոզը, սիրելի հավատացյալներ, սիրելի քույրեր և եղբայրներ, այսօր հայ եկեղեցին տոնակատարում է 5 տաղավար տոներից Սուրբ Հույս Աստվածամոր վերափոխման տոնը։ Այսօր նաև խաղողի օրհնության օր է։ Սուրբ Մարիամը բացառիկ է քրիստոնեական եկեղեցու սուրբերի ամբողջ շարքի մեջ։ Նա ավելի քան մարգարեներն է, ավելին է քան նախահայրերը, մարտիրոսները և վարդապետները, ավելի վեր քան իշխանությունները և պետությունները, սերովեները և փերովեները, ավելի վեր քան երկնային բոլոր զորքերը։ Տիրամայրը զիջում է միայն երկնավոր Տիրոջ Հիսուս Քրիստոսին։ Սուրբ Աստվածածինն էր վերափոխված Փրկչին լույս աշխարհ բերելու աստվածային մեծ պատիվը։ Նրան Աստված մասնակից դարձրեց մարդու փրկության ծրագրի գործում։ Իսկ ինչու Սուրբ Հույսը ընտրվեց Աստվածածին լինելու մեծ պատվին, քանի որ նա ուներ մեծ սրբության գիտակցում, ուներ սուրբ վարք, ուներ բարոյական նկարագիր մաքրություն, ուներ անմնացող հնազանդություն Տիրոջ Հիսուս Քրիստոսի խոսքի նկատմամբ և ամենակարևորը աստվածավախ հոգի ուներ։ Հիսուսի երկինք համբարձումից հետո Տիրամայրը Հովհաննես առաքյալի խնամքին ու հոգածության ներքո ապրել է 12 տարի, իսկ նա վերափոխվել է 60 տարեկան հասակում։ Տիրոջ համբարձումից հետո Աստվածամոր ամբողջ կյանքը անցնում է բացառապես ճգնության և աղոթքի մեջ։ Մայից 3 օր առաջ Գաբրիել հրեշտակապետը Տիրամորը հայտնում է նրա երկինք վերափոխվելու մասին։ Այդ լուրից Մարիամը շատ է ուրախանում։ Իր մոտ է հավաքում ազգակիցներին, քրիստոնյաներին, կանանց և հայտնում հրեշտակից ստացած այդ մեծ լուրը։ Հավաքում են նաև Քրիստոսի առաքյալները, ստացած բացի առաքյալներից, այդ լուրից ստացված վիճակից առաքյալները բոլորը տխրում և արտասվում են։ Հովհաննես առաքյալը Աստվածածնից խնդրում է նրա պատկերը, որպես հիշատակ։ Հրաշքով տախտակի վրա դրոշվում է Տիրամոր սուրբ պատկերը։ Քիչ անց Սուրբ Մարիամը ավանդում է հոգի։ Առաքյալները տեսնում են Տիրամոր պայծառ, լուսավոր հոգի, որը լույսից էլ ավելի սպիտակ է։ Ի դեպ, բոլոր մարդկանց հոգիներն էլ այդպես սպիտակ և մաքուր են ստեղծված, պայծառ և լուսավոր։ Միայն մեղքն է, որ սևացնում և աղտոտում է այդ սպիտակ մաքուր լուսավոր հոգին։ Սուրբ Տիրամոր մարմինը ամփոփվում է Գեթսեմանիում, ամբողջ ճանապարհին, թաղման թափորին հովանի է լուսավոր մի ամպ, որը պաշտպանում էր բոլորին առաքյալներին, Մարիամին ընծայված մեծարանքից չարացած որոշ հրեաներ ցանկանում էին ցրել թաղման մեծ թափորը,
անկարողներից շատերը պարզապես կուրացան։ Մի հրյա ընկնում է դագաղի վրա, սակայն դագաղին դիպչելիս նրա ձեռքերը արմունկներից կտրվում են և մնում դագաղին կպած։ Այս անիրավ չարագոչ մարդու զղջումից հետո Պետրոս առաքյալը բժշկում է նրա ձեռքերը, որից հետո սա միանում է քրիստոնյաներին դառնալով Քրիստոսի հավատարիմ ծառա։ Առաքյալները Աստվածածնի մարմինը ամփոփում են Գեթսեմանեի գերեզմանատանը։ Քրիստոնյաները 3 օր շարունակ այցելում են սրբու գերեզմանին, որտեղ անընդմեջ լսվում են հրեշտակների երգեցողության ձայներ։ Իսկ 4-րդ օրը երգի ձայնը այլևս չլսվեց, քանի որ այն օրը առավոտյան հրեշտակները լուսեղեն ամպի տեսքով իջնում են երկնքից և Աստվածամոր մարմինը բարձրացնում են դեպի երկիր։ Թաղման արարողությանը բացակայում էր Բարթոլոմեոս առաքյալը։ Նա Երուսաղեմ է հասնում թաղման 4-րդ օրը, նա խնդրում է բացել Տիրամոր հիմափոր գերեզմանակարը, որպեսզի ինքն էլ կարողանա վերջին անգամ տեսնել և մխիթարվել Տիրամորով։ Եվ բացում են հիմափոր գերեզմանը և գերեզմանով տեսնում են, որ Աստվածամոր մարմինը այնտեղ չէ։ Առաքյալները Սուրբ Աստվածածնի պատկերը հանձնում են Բարթոլոմեոս առաքյալին, որպեսզի նա մխիթարվի դրանով և իր հետ տանի այն երկիրը, ուր պետք է քարոզություն գնա։ Եվ Բարթոլոմեոս առաքյալը Տիրամոր պատկերը իր հետ բերում է Հայաստան աշխարհ և տեղադրում մի վայրում, որտեղ եկեղեցի է կառուցվում Սուրբ Աստվածածնի անունով, որն էլ հետագայում կոչվում է Հոգյաց բան։ Սիրելի հավատացյալներ, այս հին սովորության օրինակով բոլոր եկեղեցիների խորանում պահպանվեց և զետեղվեց Աստվածամոր պատկերը։ Աստվածամոր մարմինը գերեզման չգտնել։ Առաքյալները հասկանում են, որ Քրիստոս կատարել է նախորդ իր մոտ տված խոստումը, երկինք փոխադրել նրան։ Այս պատճառով էլ նրա երկրավոր կյանքի վախճանը որակվում է որպես վերափոխում բառով, ցույց տալով նրա մարմինը երկինք, ամբարձված և վերափոխված։ Նախամայր Եվան իր մեղքի պատճառով մարդկությանը զրկեց Աստվածատու 12 շնորհներից։ Եվ ահա Տիրամոր շնորհիվ Աստված մարդկությանը վերադարձրեց Աստծո խոսքը լսելու շնորհը, Քրիստոսով կեստավորվելով մկրտությամբ, մարդը ստացավ անմահություն, Աստծո սերը մարդու նկատմամբ վերադարձավ, Աստվածածին իր որդու ծնունդով մարդու վերադարձրեց աստվածային բոլոր վարքևները, նրան տալով ոչ միայն Ադամի փառքը, որը նա ուներ դրախտում, այլև Աստծո խոստացված երկնքի արքայությունը։ Եվ հիմա եկեղեցին և հավատացյալների հոգիները առավել պարտական են, քան Ադամը ինքը դրախտում, որովհետև եթե Ադամը բոլոր արարածների նման ստեղծվեց, ապա Սուրբ եկեղեցին Քրիստոսի մարդեղությամբ, չարչարանքներով, մահվամբ և հարությամբ ծնվեց։ Սուրբ Աստվածածնի շնորհիվ է նաև, որ եկեղեցին և նրա անդամները առավել պատիվ ունեն, քան երկնքի բոլոր հրեշտակները միասին, որովհետև եկեղեցին Քրիստոսի հարցն է ու նրա մի անբաժանելի մասը։ Իսկ հրեշտակները Քրիստոսի ծառաներն են, եկեղեցու անդամները հաղորդում են Քրիստոսի չարչարանքներին և փառքին։ Իսկ հրեշտակները իհարկե ոչ, նաև եկեղեցին առաքինությամբ և ճգնությամբ ավելացնում է իր կարգավիճակը
դեռևս հրեշտակները չէին կարող եւ դա չեն կարող անել, որովհետեւ հրեշտակները ամփոփող են։ Նույնն են իրենց ունեցած պատվի մեջ։ Սիրելի հավատացյալներ, գիտենք, որ այսօր հայ եկեղեցին Տիրամոր տոնի օրը օրհնում է նաեւ խաղողը։ Քահանայրերը աղոթքով խնդրում են Աստծո օրհնությունը խաղողի, ողջույնների եւ այլ ճաշակողների համար, որպեսզի նրանք առողջ լինեն մտքով, հոգով եւ արժանի լինեն մեղքերի թողության։ Աստծո օրհնությունն է հայցվում նաեւ մտուղը բերողների համար, որպեսզի նրանք արժանի դառնան երկնքի վարձատրությանը։ Աստծուց խնդրում ենք նաև, որ օրհնվի բոլոր հայոց այգիները, որպեսզի առատ տպավորություն ունենա, հողը բերի եւ արարք լինի, ինչպես նաև բոլոր այգիները անփորձանք մնան աղետներից։ Սուրբ Աստվածածնի օրհնյալ մտուղով Քրիստոսով փրկությունը աշխարհ եկավ, եւ աստվածային այդ փրկարար զորությամբ տրվող օրհնությունն է կատարվում բերք ու բարիքի ստեղծողի եւ ճաշակողի համար։ Գիտենք, որ մրգերից, մտուղներից ընտրվեց խաղողը, քանի որ Հիսուս իր մասին ասում է. «Ես եմ ճշմարիտ որդատունկը»։ Ինչպես նաեւ վերջին ընթրիքի ժամանակ Հիսուս խաղողի հումքից ստացված գինուց օրհնեց եւ տվեց իր աշակերտներին, ինչպես իր կենարար արյան խորհրդանիշ։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, եկեք միասին մեր բոլորի Տիրամոր Աստվածածնի բարեխոսությունը խնդրենք աղոթելով, այսպես ասելով. «Սքանչելի լույս, Սուրբ Մարիամ, դու որ հավիտենական Աստծուն քո որովայնումը կրեցի եւ ծնեցի աշխարհի ցնծությունը, Աստծո խոսքը, աղաչում ենք Մայր Սուրբ բարեխոսի, աղաչիր մեզ համար քեզանից ծնված Աստծուն, նրան ով խոնարհվեց եւ մարմին ստացավ մեր մարդկային բնության նման, որպեսզի խաղաղություն պարգևի երկնքի եւ երկրին, աղաչում ենք Մայր Սուրբ բարեխոսի, աղաչիր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որների մեզ ամենքից ազգովին անտեղի կատարած մեր բոլոր հանցանքները, մեր բոլոր մեղքերը, եւ օգնական լինի դիմադրելու հակառակորդին պատերազմի ժամանակ, աղաչում ենք Մայր Սուրբ բարեխոսիր մեզ համար, աղաչիր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն Տիրամայր, որ լռե պատերազմները, դադարե թշնամիների հարձակումները, երկրի վրա սեր, արդարություն հաստատվի, աղաչում ենք Մայր Սուրբ բարեխոսիր մեզ համար, աղաչիր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ շատացնի մեր երկրի աղբյուրները բխման, հույսերի եւ տունկերի առատ մտղաբերություն լինի, ծառայելու մեզ հարկավոր ամեն տեսակ պետքերի համար, աղաչում ենք Մայր Սուրբ բարեխոսիր մեզ համար, աղաչիր մեզ համար քեզանից մարմնացած երկնավոր Տիրոջ Հիսուսին, որ միաբանվի առաքելական եւ մարգարեություններից հիմքի վրա կառուցված իր սուրբ եկեղեցին, անարատ պահիր այն մինչև իր երևելի գալստյան օրը, աղաչում ենք Մայր Սուրբ բարեխոսիր մեզ համար, աղաչիր մեզ համար սրբուհի, քո միածի որդուն, նաեւ մեր հանգուցյալ ոգիների համար, որպեսզի ունի նրանց երկնքի արքայության մեջ եւ մաս ու բաժին հատկացնի բոլոր սուրբերի հետ, աղաչում ենք Մայր Սուրբ բարեխոսիր ազգիս հայոց։ Սիրելի հավատացյալներ, Սուրբ Աստվածանոր բարեխոսությամբ թող Տիրոջ սերը
Տիրոջ օրհնությունը, Տիրոջ խաղաղությունը, Տիրոջ ջերմությունը հերթի, լցվի մեր ազգի բոլոր զավակներին, այժմ և միշտև հավիտյանս հավիտենից ամեն։